Բացի, բացացա։ Տենեմ ես ինչ հակատար։ Գրասնեմ մամա, գրասնեմ կետի։ Դե ինչ լսի, Ալեքս, բասիր նկար ես, ասիր ջունը նկար ես, դե նկարի, որ դպրոցում ես ուզում նկար ես, դե ինձ անպայման կզանգես։ Մեկ ես ինչ օրա բացվել սիրելի հետևորդներ։ Դե գնա ցավդ տանը։ Գնա դե գնա։ Փողոցն անցի զգուշ։ Սպասեց։ Շատ ձյուների մեջ չմտնես։ Այս հենց օր է բացվել մեր համար, սիրելի հետևորդներ ջան, տենամ Ալեքսս, ոցա գնամ, հալա, կարդին զմար, ճուպաններս արդեն կոպոնում էին, առավոտից արթնացել եմ, ժամը 8-ներ ու մաքրել, ոչ թե ավելով, այլև լապատկով, որովհետև ինքը ծանր ձյուն էր, շատ ծանր ձյուն է ու լավ տեղին էր ու ինձի ցուրտ, վաքսին անջատել էի միացրել եմ, որովհետև իրոք ցուրտ է ու ծաղիկիս կոկոմը օրորի մեծանում է ու դուրը փակ պահել է պետք, որովհետև ծաղիկները ընդեղ չմրսեն հանկարծ։ Այս ինձ սիրելի հետևորդներ ջան, այսպիսի օր է բացվել մեր Ստեփանավանի համար։ Երեք ստիելկա էի յարել, օրթոպեդիկ էլի, որ դնեմ Ալեքսի կոշիկի մեջ, էտա այսօր հակնի, են էլ չհակավ, որովհետև եղանակային պայմանները թույլ չտվին, որ հակնի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ցուրտ է, մեր վերցրած կոշիկն էլ այս ձևի կոշիկը, իր համարով ու չափսով, մի քիչ ավելի այս սեզոնինը չկար, էլի ընչի վերցրի, որովհետև նկատած կլնեք ինքը, որ ամառային հագնումը, այ այս կողմերից, այս կողքերից հաբաց, որ ոտքը կարողանա շնչի, մի խոսքով չքրտնի, իսկ սա գոնե այս հենց էր, դեմնել էր փակ, եթե ես էլ չվերցնեի, կոպիտ ասած Ալեքսը կմնար բոբիկ, են հաքի բոթասներով, ու ինչքան լավ էր, որ նա դուս չգրեցի, որովհետև ձմեռային էր էլի, ուզում էի, որ արդեն դուս գրած լնեմ, քանի որ մտածում էի, էլ չի լնի, էդ էլ ասուց էր, որ չեղավ, քանի որ իրա ոտքը ամեն կոշիկ չի լնեմ, այ դրա համար սենց են կլնում, եկեք այս ծաղկին ջրեմ,
քիչ հետո կբերեմ էլի կջրեմ այ հիմա սիրելի հետևորդներ ջան դեմքով ձեզ բարի լույս ասեմ ու անցնենք սուրճը դնելուն քանի որ այսա ժամը 12-ն է ես դեռ իմ կոֆեն էլ չեմ խմել, որովհետև ճիշտն ասած դրա տրամադրությունը չունեի։ Գիտեմ իմ հետ սրճողները շատ եք, հավաքվեք, մի բաժան կոֆե խմենք, որտեղ բարի լույս, որտեղ բարի կեսօր ու բարի երեկոյա, բայց թե սուրճային բանն ա, որ ով երբ ուզում ա խմում ա, ճիշտ եմ չէ ասում, ով որ ժամին սիրում ա, ախորժակը տալիս ա, այդ ժամանակ էլ խմում ա, իմ մոտ համարյա թե սուրճս վերջացել ա, ավելացնեմ կեպի դեռ իրիկունվանից անձրև էր գալիս ու ինձ թվում է շատերս էլ հետևում ենք պարոն Սուրենյանին, նույնը և ես ու գիտենք որ ձյուն ա գալու, ինքս զգուշացրել էր, որ 20-ից մինչև 50 սանտիմետր կարա ձյուն լինի, բուք լինի, ճանապարհներին տեսանելիություն չլինի, դրա համար էլ լավ եղավ մի կողմից Աստծուն փառք, որ մենք վախտին գնացինք Երևան ու հետ եկանք, դա շատ լավ ստացվեց շատ տեղին։ Հիմա ու վստահ եմ սիրելի հետևորդներ, այո, շատ դեպքերում եղանակն էլ ա մեր տրամադրության վրա ազդում։ Երևան գնացինք գարուն, պայծառ, ծառերը ծաղկած, ընտիր եղանակ էր, դե բայց թե նա Երևանն ա, մենք էլ ոնց հասկանում եմ Հայաստանի հյուսիսն անգնում մեր տարածաշրջանը, եթե սխալվում եմ ուղղեք, միգուցե սխալվում եմ, չգիտեմ, թե հյուսիսը Շիրակն անգնում, վերջի եթե գիտեք ուղղեք, ամեն դեպքում ձյուն, թաց ձյուն, 7:30 տեսավորել արդեն չեմ կարող պարկած մնամ, վեր կացա մտածում էի, ավելով որ ավնեմ, հեշտ ու հանգիստ կգնա, են էլ ինքը շատ ծանր ձյուն էր, դե թացը միշտ էլ տենցա չէ, էտա, բայց թե էլի լավա, ոնց ասում են, պարավի ուլերը մինչև ամսի 12-ը խեղտելու վաղտնա էլի տենց են ասում, դե գիտեք էլ ամսի 12-ը ինչ օր ա, ամսի 12-ը, ովքեր էլ չգիտեն նոր են միացել, ասեմ որ սիրելի հետևորդներ ջան, իմ սիրուն մամայի ծննդյան օրն ա, ու մի քանից նվերը հստակ գիտեմ ինչ եմ առնելու, բայց թե գործողություններ էլ կան էլի, որ դեռ հետ չեմ կարող կողմնորոշվեմ, ինչ անենք, ոնց անենք, որ ճիշտ անենք, ամեն դեպքում անելու ենք, ոչ մի բան բարձի թողի վիճակում չենք թողելու, այնպես որ Աստծո օրհնությունով ու օգնությունով ամեն ինչն է լավ առնելու, կարևորը մի քիչ ցանկություն ա պետք, մի քիչ էլ հնարավորություն,
Հիմա այսօր օրը 5 շաբթի, Ալեքսն հենց հավեսով դասի գնաց, այս 5 շաբթի ու ուրբաթ օրերը ինքը շատ դժվար է գնում, ուրեմն 8:30 էր, դե որ դպրոց տանը մոտ է, շատ այնքան հարմար տարբերակ է։ Մի հատ ձեն տվի, ասում եմ Ալեքս, ասում է հա մամ, ու այդ տեղից երևի հենց վեր կացավ, վայ մամա ջան, ես ինձ ձյուն ա գալիս։ Ու ուրախ հետա սկսեց հագնվելը, մտքումս ասի, ըհն Անահիտ, էտա բախտդ բերել է այսօր։ Հիմա այսօր համ երգ ունենք, համ էլ ուրիշ պարապունք, երգից հետո սիրելի հետևորդներ ջան, ժամերը նենց են բռնացրել, որ կես ժամ հետո է մի ուրիշ ու այդ կես ժամը քայլելու ենք, համ կթարմանա, համ հոգնածությունը կանցնի, համ էլ ձեռի հետ այդ մի ինչի մար ձեռի հետ այդ մի պարապունքներ կանենք ու տուն կգանք սիրելի հետևորդներ ջան, կապ չունի թե ձյունն է, ճամփեքը ես պատկերացնում եմ ինչ առնելու, բայց թե դրան էլ որ նայեմ ու տնից դուրս չգամ, գործ չի կարա տենց զնի, կարևորը ինչ եփել, այսօրի խնդիր չունեմ, զուկ ունեմ եփած, զուկ ա եփած, ու հետո արդեն որտուն կգամ, կամ մի սուպ կեփեմ, կամ չգիտեմ տենանք, կամ կարող է արիշտա եփեմ, տեսնենք, ինչ կլինի, ոնց կլինի, կարևորը մի բան կլինի, այ կարևորն է նա, որ այսօր վարպետը գա, շատ ենք էլի հետ ընկնում, ու դա պետք չի այդքան, տենց ինչ խաբար է։ Տալ օրինակ ձևի գլխացավ ճնշում, բայց ես դա գիտեմ, որ եղանակի փոփոխության հետ է կապված։ Ես մի անգամը հաստատ գիտեմ, մեկ էլ մարդը, որ նրվայնանա սրտահան լինի, պարզավոր այդ վախտ էլ կլինի, չէ, տենց մի բան սիրելի հետևորդներ ջան։ Բայց վայ կոֆես թունդ եփեցի, ոչ չեմ սիրում թունդ կոֆե, մի հատ հարևանուհիներ ունեմ, իրանք շատ թունդ սուրճ են էլի սիրում, մի անգամ ասի օրինակ, որ իմ նման կոֆե խմեք ինչ կլինի, ասավ չէ, համը հենց այդ թնդության մեջ է, բայց ես փորձել եմ մի 3 անգամ, երբ որ երրորդն էլ փորձեցի, հասկացա, որ չէ, էդի մեջի մտածում եմ, այ, սաղ փագ է, ամպերը, սարերը, սաղ սենց միապաղաղ սերի գույն է, հենց այդ սերի ներևը մտքով թռչում եմ գնում դեպի Պսկով, սիրելի հետևորդներ։ Այս մի տետերն էլ հեսա ստեղ պատրաստ դրած ան, մի հատ էլ ժամը 4-ին ունի Ալեքսս պարապունք, այդ էլ ահլա, որ սիրով գնում, վախենում եմ շատ ծանրաբեռնեմ, բայց թե առանց դրա էլ չի լինում սիրելի հետևորդներ, որովհետև ուրիշները թե կգնան անգլերենի, ռուսերենի կամ ուրիշ օտար լեզուների պարապունքների, մենք չէ, մենք ուրիշ ձևի ենք առաջ գնում, բայց Աստծուն փառք, որ էլի կարողանում ենք առաջ գնանք։ Այսօրվա օրը խիտ է, աչքիս միզանցիկ ես եմ բռնելու, մեկը Ալեքսս, ու կարայի, որ չգնայինք, ոչ մեր ընկեր Գայան է ներնեղվելու, ինքն ընքան լավ մարդա, որ դրություն մտնող,
ոչ էլ այն մյուս տեղը, որ գնում ենք, կասեի եղանակը լավը չի, գլխացավ ճնշում ունեմ, իրանք երբեք չէին նեղվի, բայց թե հուսամ մինչև հետ կանցնի էլի, հուսենց չի մնալու։ Հետո միշտ նկատել եմ, եթե այդ իմ գլխացավի ու ճնշման հետ կարողանում եմ սուրճս խմեմ, ուրեմն արդեն դեպի լավն եմ գնում, ինչը չէի ասի առավոտից, ուրիշ վաղ տեղելա կոպիտ ասած աչքերս բացել եմ ու մի անգամից վազել կոֆեի, այսօր չեմ, հետո նորից աչքերս էլ ձեզ խաբար կտան, որ մի բան են չի, բայց թե դա Աստծուն փառք, ինչքան էլ կանք, ոնց կանք։ Ինձ նենց հետաքրքիր է, տենաս են տարածաշրջանում, որտեղ որ ծառերը ծաղկել են, ընդեղ էլ ադյուն, ցուրտ, 6 աստիճանացույց տալիս, չէ որ գյուղացին, որ հաստատ այդ բաներով է էլի ապրում, որ ցրտահարություն լինի, հեչ լավ չի լինի։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, հիմա տենանք, այսօր տեսնեմ ուրիշ երգ կտա, մեր ընկեր Գայանեն, որովհետև, բայց մի կողմից էլ դժվար տա, որովհետև այս ապրիլի մի քանի օրն ենք մենք երգի գնալու, մայիսին իրա մոտ շատ համ խիտ ժամանակաշրջանա, համ մեր մոտ էլա ուրիշ ծևի ժամանակ լնելու, պահը կգա կտեսնեք, դրա համար չեմ ուզում էլի վախտից առաջ սենց հայտարարություններ անեմ, մեկ էլ ու չի լինում, արդեն ոնց որ ստացվում է սուտասան ես դառնում, իսկ ես չեմ սիրում, այս 2 շաբաթ երևի գնանք երգի ու վերջ, մեկ էլ օգոստոս, սեպտեմբեր, այ այդ ժամանակ կգնանք, համ երեխու ձենը նկատում եք, որ լավ փոխվում է, գիտեք քանի հոգի է ինձ հարցնում, ասում Ալեքսի ձենը կտրվել, Ալեքսի ձենը սենց, Ալեքսի ձենը նենց, այ մարդ Ալեքսի ձենը փոխվում, մեծանում է իմ ու ձեր շատ սիրելի Ալեքսը, արդեն կամաց տղամարդու ձենի անմանվում, թռան տարիներս գնացին իրանց լավ հետքը թողելով, իրուք, որ հետ հայացք եմ նայում, հիշում իմ քաշած դժվարությունները ու հիմիկվա արդյունքը, եմ որ ասում եմ Աստված ջան, շնորհակալ եմ քեզանից, գոհ ու շնորհակալ եմ քեզանից, ոչ թե մենակ շնորհակալ եմ, այդ հենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, հիմա մի քանի մտադրություն ունեմ ու չեմ կենտրոնանում, որը ոնց երբ անեմ, որովհետև մամայի ծնունդը որ գալիս է, վերջ էլի, ուզում ես մի քիչ լավ լինի, սիրուն լինի, դու քեզ որպես զավակ լավը զգաս, ծնողդ էլ որպես ծնող իրան լավը զգա, ես տենանք, հուսամ կարողանամ անեմեն, ինչը որ մտածում եմ, ինչը որ ուզում եմ իրագործել, սիրելի հետևորդներ ջան, տենանք ոնց կլինի ու ինչ կլինի,
մտքերս շատ սիրուն բաներ ունեմ, բայց տենանք ոնց կլինի։ Գիտեմ որ մաման էլա նայում վիդեոները բան ու չեմ ուզում շատ բաներ ասեմ, մեկ մտածում եմ տորթի ես թխեմ, թե պատվիրեմ, այդ հարցերի շուրջ եմ մտածում, մի ժամանակ հավեսով սիրուն տեղին թխում էի զարդարում ու անցնում առաջ, բայց մի որ համ ժամանակի առումով, համ մտածում ես ավելի լավ պատվիրես քո իմացած մարդու մոտ, այն որ գիտես անթերի համն ու տեսքը տեղը սարքմա տալիս քեզ, այդ էլ կա չէ, սիրելի հետևորդներ ջանում, ինչևէ, այս պահին իմ առավոտյան կեսօրվա ավելի ճիշտ սուրճը որոշեցի ձեր հետ խմեմ ու տանը մի երկուսըտից գործ ունեմ, պիլասոս, փոշի վերցնել, այդ տենց գործեր ունեմ, այդ անեմ արանքից հանեմ, Ալեքսն էլ որ կգա արդեն, մինչև հացմած կուտի ու կհավաքվենք, կգնանք դեպի երգի, կարոտել եմ Ալեքսիս երգին, այդ երգով եմ ես ապրում, հուսամ ապրելու եմ, տեսնենք ոնց կստացվի, երգի վերաբերյալ էլ շատ պլաններ ունեմ, բայց թե ինչ էլ անեմ, ոնց էլ անեմ, սիրելի հետևորդներ, ժամանակից առաջ ոչ մի անգամ չեմ կարող անգնեմ, դրա համար այս պահին լուրումունջ գնում ենք միայն երգի, ինչատ եք ասում, թող հետը գնա դաշնամուրից, տեղ, մտքումս լրիվ մի ուրիշ բան կա, բայց թե այ եմ, որ պահը կհասունանա, որ մեր ընկեր Գայանեն կասի կարելի է նաև իմ ուզած տարբերակը, այդ ժամանակ արդեն էդ էլ կլինի ու իմ երազանքներից մեկը ևս կիրագործվի, այնպես որ չդադարեք երազել, չդադարեք ձեր երազանքի ետևից գնալ, պայքարել, կապ չունի, այդ ճանապարհը քարքարոտ, ամութ է, թունել կա, հիշենք, որ թունելի վերջը միշտ էլ լույս կա, ինչքան ուզում անեղ ու անանցանելի ու դժվար ճանապարհը լինի, ամեն ինչի վերջն ա գովելի, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ հույսը մեծ բան ա, որ մարդ պետք է միշտ հույսով ապրի ու առաջնորդվի, տրամադրեք ձեզ դեպի լավը, դեպի պայծառ ապագան ու թեկուզ փոքր քայլերով, բայց միշտ առաջ գնացեք, իսկ այս պահին ձեզ ասեմ այսքանը, երևի թե մեկ էլ երգի գնալուց կհանդիպենք։ Տուն եկել, կուրտք ենք գցել, ասում ա երգս պարապեմ, սիրել ա այդ երգը շատ։ Ահա, Ալեքսն իր համերգից հետո, հա Ալեքս ջան, չէ, դու սարի գնացինք, այս ընդ եղանակ ա, սապոկ եմ հագել, այս նոր կուրտկես եմ հագել ու ռիսկ եմ արել, որ զոնտիկ չվերցնեմ, գնա Ալեքս ջան, որովհետև կապիշոնը իրա լավն ա, հավես չկա զոնտիկ տանել ուստեղ ընդեղ, այսենց վիճակ ա, տենակ ճուլպանները ցուրտը կտանի, գնա Ալեքս ջան, այս ենք, բայց թե դա չի խանգարելու էլի, որ հետ ընկնեինք մեր պարապմունքներից իմաստ չկար, այնպես որ գնացինք երգի, գնա առաջի անգամն էր Ալեքս,
Ամպերը այսենց փակա, սար, ամպ, անտառ, ոչ մի բան չի եղել։ Գնացինք։ Ինքը ճիշտ էր ասում, իմ փոքրիկը երկու անգամ։ Ուրեմն մի հատ երկրորդ տունը երկենք, ոնց որ կա։ Երբ որ երրորդը կերկենք, նոր կանցնենք։ Կտորին գնացինք։ Իմ փոքրիկ
արագ երկենք, հա։ Չես կարամ երկես, Ալեքս։ Ես ինչ արված եմ մա։ Կապրել Չես կարամ երկես։ Ժանես։ Կոկորդը ծավմա։ Էնոր էին դասարանի համերգներ։ Չէ, ովոս չի Ժամը 22 համարով։ Վերջը, ասած երեխեք կան, որ ձերերը չացան, երեխա կար, ասա ալա ադունի երկի ես կան։ Երեկա, ասեց սա ու Thank you.
երկում ենք բարության ծառը։ Երկը, որտես ինչքան շարունակությունը
համապատասխան ես քո դիապազոնի նշեցի ես փոխված վիճակը, փաստորեն անուշ խաղողն է, ընդեղ գետաշենն է, ստեղ բանն է, միշտ առաջ զոր հայրենիքն է, հատի երկեր կա, որ մենք նավակն է, Երկել ենք, վերջացրել ենք, սպասի Ես ջրերին հլա յարի մտածի ոնց գնաս Սպասի Ալեքսան չենք գնալ բայց ես չգիտեմ այս ինչ են անում Արի Այս կոմից քիչ արի, սենց գնա Չէ, ազի, սաղ ջուրը արի, սենց ուղիղ գնանք հասկանանք, որ տեղից անցնենք Եվ ինչ հակատարվում աստվածի Ես հիմա ես կուրտ կնեմ հակել, ընքան հարմարը տակա Շատ հարմար է Ինչ անենք ու ոնց գնանք, արի, հա Արի, հենա տենց էլ անցի Բաբաց հատիկի շորին Հայտարակություն Հազալ ձմեր Բայց ոնց որ թե արեք դուրս եկավ եսի Սիրելի հետևորդներս տուն եմ եկել վաղուց Ալեքսը պարապունքի ագնացել եկել Ընդե ինչ եփել այսօրի հարցերն եմ ուզում Վարդավորածելն եմ Որովհետև երեկվանից սկսած Չեմ եփել նորմալ ոչ մի բան Ճանապարհին գալուց շատ հավեսով գնումներ եմ արել Մի մասը լվացել եմ, ընդեղ արդեն գրել եմ Այս Դեմիրճան սորտի խնձորները Իհարկե չլվացված վիճակում Այս հացից պիտի սուխարիկներ սարքեմ Ցեզար սալաթի համար Ստեղ մի հատ համեմ եմ առել Մի հատ չէ, մի կապ Հեսա, բայց այդքան էլ տենց սրտով ես չես Ենքան նա դե կանաչին արագ վերջանում, Մենք չի բորի մնում, Օգտագործել կգնա Հեսա մի քիչ էլ սահանը Դեսանիտ կտրտել եմ, մաքրել եմ Հեսա մի քիչ էլ համեմ կարել է տրտել Օգտագործել Ինչ կասեք Գիտեմ, որ կասեք ճիշտ է Այս գնով ես ասարնարա Տեղել Այսենց սիրուն Աղպեղներ եմ առել Հեսա Այս էլ
Դնեմ սառնարան, ասելի ժայցի լվան, կանաչին, կարելյա, ընդհանուր կտվեղ, որ ինձերի դանակը չիչա իրնը, դա մի հատ խայտարակություն ես սովորեմ այս սրա։ Հիմա ուզում եմ, որ սարեթեմ ջուրը դրել եմ, որ եռա, ձկնկի թել ունենք, այսա, Ալեքսը շատ է սիրում, մի խոսքով էլի, անցնեմ գործի, տենամ ինչ եմ անում, ոնց եմ անում, այդ ենց բաներ։ Քանի որ պատրաստում եմ արիշտա, սիրելի հետևորդներ, ես նախընտրում եմ, որ պատրաստեմ համ կարագով կամ տնական յուղով, նայած ում ձեր գիտակ ինչ կա, և որ սոխը, այսպես ասած, նկատելի լինի ու առատ լինի։ Հիմա կտրել եմ այսենց առատ սոխ, այնուհետև դնում եմ տնական հալալ զուլալ յուղ, մինչև արիշտայի եփելը սոխառած պատրաստում։ Որոշ ժամանակ անցել, սիրելի հետևորդներս, արիշտան եփելուց հետո թողել եմ ջրի մեջ մի 5 րոպե, այդ ընթացքում մարմանդ կրակի վրա պատրաստվում է սոխառեցը, ջրից այնուհետև համել եմ, գիտեք, նոր բան չեմ ասում, ու հիմա այստեղ այ հենց այսպես հավեսով ավելացնում եմ սոխառեցը։ Թողել եմ, որ վարդագունի ու այսպես լավ խառնում եմ։ Ու մեր համով, հոտով փլավն արդեն իսկ պատրաստ է։ Ըստ ճաշակի, ով ոնց կմատուցի սխտոր մածունով կամ հենց այսպես, դե ինչ, սիրելի հետևորդներ ջան, համեղ աղցանը պատրաստ է, փլավը նույնպես, ինչ եփել այսօրի հարցերը հեշտ ու հանգիստ ընդամենը կես ժամվա մեջ կարգավորեցի, ձեզ ասում եմ հաջողություն, լավ եղեք, առողջ ու երջանիկ, իսկ մենք կհանդիպենք որևիցե մի համեղ բաղադրատոմսով առայժմ